երեք ազգային ժողովի մուտքերի մոտ մեղմ ասած տհաճ միջադեպ եղավ, որի մասին ուզում եմ կարճ անդրադառնալ, որ բոլոր տեսակի ստահոդ լուրերը եւ խեղաթյուրումներին վերջ տամ։ Դուք կարծում եմ շատերը գիտեք, թե ինչ տեղի ունեցավ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, երբ նա դուրս էր գալի դեմրջան մուտքով։ Ես իհարկե մեծագույն ցավ եմ ապրում, որ հասել ենք մի կետ, երբ որ ինչ-որ մեկը կապ չունի ով ինչ անցյալով, որոշում է, որ ինքը կարող է վիրավորել, կարող է հայհոյել պետության, խորհրդարանի, նախագահին, պատգամավորին։ Ուրեմն մենք շատ մտածելու տեղ ունենք։ Ալեն Սիմոնյանի միջադեպից առաջ միջադեպ տեղի ունեցավ նաև իմ մասնակցությամբ, երբ որ ես Բաղրամյան մուտքով ներս էի մտնում ազգային ժողով, այնտեղ նստած էին մի խումբ մարդիկ, որոնց ես ճանաչում էի, որոնց թվում էր եւ Արսեն անունով մի մարդ, որը հանդիսանում է պատերազմում անհետ կորած հերոսների մեկի եղբայրը, մեկի որ եղբայրը, բայց այս մարդը շատ հաճախ ցավոք սրտի մոռանում է, ովքեր են իր հարազատները եւ իրեն պահում է տղամարդուն ոչ վայել ձևով։ Երբ ես կիրթ, հանգիստ, սիրալից, բարևեցի եւ ներս էի մտնում, նա իրեն թույլ տվեց անհարգալից արտահայտություններ, մեղմ ասած անհարգալից եւ ասաց, որ քո նմանի բարևը մենք չենք ընդունում։ Դե չգիտեմ ինքը ինչ նկատի ունի իմ նման ասելով, երևի ինքը կիմանա, հետո իր խղճի առաջ կպատասխանի, բայց ես ոչ իրեն եմ ուզում անդրադառնալ հիմա, ոչ իր հետ այնտեղ եղողներին։ Ես ուզում եմ կոչ անել բոլոր քաղաքական ուժերին, ոչ քաղաքական ուժերին, ձեր նպատակների համար մի օգտագործեք հերոսների, հարազատներին, ծնողներին։ Մի արեք դա շատ վատ բան է։ Մի արեք, այդ մարդկանց մի դրդեք այնպիսի գործողությունների, որոնց համար իրենք հետո փոշմանելու են, զղջալու են։ Դուք մարդկանց ուղղորդում եք դեպի ազգային ժողով եւ իրենցից պահանջում եք կամ խնդրում եք, որ ինչ-որ հարցերով դիմեն ազգային ժողովի պատգամավորներին, նույնիսկ պահանջում են, որ հրապարակվի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը։ Ես հիշեցնեմ այն քննիչ հանձնաժողովի, որի աշխատանքները ընդդիմությունը բոյկոտեց, չմասնակցեց։ Ես ուղղակի հիմա չեմ հասկանում, ինչու եք ուզում հրապարակվի ազգային ժողովի զեկույցը, որը ընդդիմությունը բոյկոտում էր։ Այստեղ տրամաբանություն չկա, շատ թույլ քայլ է եւ առավել եւս մի օգտագործեք հերոսների հարազատներին։ Անդրադառնամ նաեւ դեմրջան մուտքի մոտ տեղի ունեցածին, ոմն մեկը, որին ես չէի ճանաչում, հեռախոսը վերցրած եկավ հետևիցս վազվզում էր եւ ասում, որ ես իր ընկերոջը վիրավորել եմ։ Փորձում էր սադրի, հետո պարզվեց, որ ինչ-որ բլոգեր է, որը ինչ-որ տխրահռչակ, շատ տխրահռչակ պաշտպանության նախարար ենք ունեցել, դրա աշխատողն է կամ նրա կողմից վարձված ոման մեկը։ Եվ նրան եւս ճանապարհեցի, որ պետք է շատ հանգիստ ու կիրթ, իմ հեռանալուց հետո հայհոյանման ինչ-որ արտահայտություններ արեց, բայց ես կրկին կոչ եմ անում լրագրողներին հատկապես մի լուսաբանեք այդ մարդկանց, մի անդրադարձեք նրանց, փորձեք նրանց էությունը պարզել կամ մի պարզեք, այդ մարդիկ արժանի չեն դրան, փորձեք զբաղվել անհետ կորածների պահանջներով, իրական պահանջներով եւ լրագրողներ, սիրելի լրագրողներ, եթե դուք իրոք մտածում եք մեր անհետ կորածների եւ նրանց ընտանիքների մասին, ապա ես ձեզ ասեմ, որ 8 տասնյակ
ճանաչված մարմին գտնվում է հերացի բժշկական կենտրոնում եւ այդ հերոսների հարազատները այս կամ այն պատճառով հրաժարվում են վերցնել իրենց երեխաների մարմինները։ Փորձեք այդ հարցով զբաղվել, օգնել այդ ծնողներին, օգնել պետությանը, որ այդ մեծ ամոթից մենք ազատվենք, որովհետև ամոթ է պատերազմից 5 տարի հետո ունենալ 8 տասնյակ ճանաչված, ԴՆԹ-ով հաստատված մարմիններ, որոնց ծնողները հրաժարվում են այս կամ այն պատճառով վերցնել իրենց երեխաների մարմինները։ Մենք քրիստոնյաներ ենք, քրիստոնյա երկիր ենք, եկեք մեզ պահենք համապատասխան ձևով։ Խնդրում եմ եւ պաշտոնյաներին այս հարցում լինել հետևողական, չի կարելի թողնել, որ այդ տղաների մարմինները, մասունքները մնան բժշկական կենտրոնում։ Իրենք պետք է քրիստոնյային վայել, հերոսին վայել ձևով ուղարկավորվեն։ Եկեք այդ մասին մտածենք եւ ոչ թե սենսացիաներ սարքենք, մեկին ուղարկենք ազգային ժողովի նախագահին հայոյի, հետո ասենք վայ, այս ոնց եղավ որ ազգային ժողովի նախագահը պատասխանեց, ոնց եղավ որ ազգային ժողովի падգամավորը պատասխանեց խուլիգանությանը, ասենք ձեզ թվում է ազգային ժողովի նախագահը կամ падգամավորը տղամարդ չի, մարդ չի, զգացողություններ, զգացմունքներ չունի, ինքնասիրություն չունի, ասենք պետք է իրեն հայոյեն, ինքն էլ ասի, այո, ժողովրդավարության շրջանակներում մենք ձեզ չպետք է պատասխանենք, ոչ մենք ձեզ պետք է պատասխանենք, բայց շատ ավելի լավ կլինի, որ պետությունը եւ մենք խորհրդարանը եւ կառավարությունը մտածենք, որ այսուհետ սեռական բնույթ գրող հայոյանքները պատժվեն շատ ավելի խիստ, ժամանակն է, որ մենք մի քիչ խելքի գանք, շնորհակալություն։